Տոնական օրերին Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակն արձանագրել է ավելի քան 400 իրավախախտում, ոչ սթափ վարորդներից մինչև երթևեկություն, ոչ ձմեռային անվադողերով։ Իրավախախտումները շատ են եղել, Բարեկային ծառայության աշխատանքն էլ ուժեղացված ծառայությամբ։ 2014 թվականից ի վեր ոստիկանության համակարգում ծառայող Գոր Շահգելդյանը ամանորը անցկացնում է ծառայությամբ։ Վերջին 2 տարիներին էլ որպես Բարեկային ծառայող Արմենուհի Կուրղինյանն է տոնական օրերը անցկացնում աշխատանքով, երկուսն էլ ընդգծում են, այս տարին իր առանձնահատկություններն ուներ։ Ծառայությունը, անբարենպաստ եղանակային պայմանները, ձյունը, մերկասառույցը եւ տոնական տրամադրությունից բխող անուշադրությունը առավել լարված են դարձրել։ Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզի Բարեկային ծառայության գումարտակում բացահայտվել է 407 իրավախախտում, ուղղված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանը, եղել է ոչ բարենպաստ ձմեռային պայմաններ, այդ իսկ պատճառով մեր ծառայությունը ավելի լարված է եղել։ Մեքենաները ավելի դանդաղ են շարժվում, սահում են, մեքենաներ կան, որոնք համապատասխան ուրեմն անվադողերով չեն երթևեկում, ըստ այդմ ճանապարհային ուրեմն պատահարներ են տեղի ունենում։ Դրանց հետ կապված կարգավորումներ են կանում։ Արձանագրելով հարյուրավոր իրավախախտումներ եւ կանխելով հնարավոր դժբախտ դեպքեր, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի խոսքով ծառայության հիմնական նպատակը եղել է ոչ թե տուգանել վարորդներին, այլ կանխել պատահարներն ու դժբախտությունները։ Կոնկրետ հիմնական ուղղություններով ապահովել է ճանապարհային երթևեկության անվտանգությունը եւ քաղաքացիների շարժը, ոչ միայն տրանսպորտային միջոցների, այդ թվում նաեւ հետիոտների անվտանգությունը։ Ծառայությունը կազմակերպվել է զուտ նրա համար, որպեսզի տոնական օրերին մարդիկ կարողանան իրենց տոները կազմակերպեն այնպես, որպեսզի որևէ դժբախտություն չլինի, ուրախությունը տխրության չվերածվի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ը Շիրակի մարզում հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ, իսկ ոչ սեզոնային անվադողերով երթևեկելու համար կազմվել է 17 վարչական արձանագրություն։ Ծառայության մեծ մասն իրականացվել է մայրուղիներում վթարների կանխման նպատակով։ Հիմնական ուշադրությունը տոնական օրերի ընթացքում նաև եղել է ոչ սթափ վարորդների նկատմամբ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 5-ը Շիրակի մարզի պարեկների կողմից հայտնաբերվել է թվով 30 ոչ սթափ տրանսպորտային միջոց վարելու դեպք, որոնց վարորդները բնականաբար ենթարկվել են պատասխանատվությամբ։ Հանդիպել են վարորդներ, որոնք ուրեմն այն չափի են ուրեմն ոչ սթափ վիճակում եղել, որ զրկվել են վարորդական վկայականից։ Եղել են այն մարդիկ, ովքեր համաձայնություն չեն ունեցել, այսինքն հրաժարվել են սթափության ծնության ուրեմն անցնելուց, այդ վարորդներն էլ իրենց համապատասխան պատասխանատվության են ենթարկվել։ Լևոն Մարտիրոսյանը խոսելով 2025 թվականին արձանագրված մտահոգություններից առանձնացնում է ճանապարհատրանսպորտային պատահարները։ Դեռևս ունենք խնդիրներ ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված, որ մեր բուն նպատակն է ճակերտներով ասած մեր ցավոտ կողմն է, որ կարողանան կանխել եւ հիմնական պատճառը կայանում է նրանում, որ վարորդները ոչ հմուտ լինելով եւ փորձում են օգտվելով պարեկի բացակայությունից, ասենք, եթե տվյալ պահին պարեկ չկա, վարորդը իրեն ավելի ազատ ազգում, բայց մենք ոչ թե փորձում ենք ավելի շատ վախի մթնոլորտ ստեղծենք, այլ ավելի շատ պարեկի ներկայությունը վարորդի համար պետքա էլ ավելի զգոնացնող, սթափեցնող լինի, էլի, բայց մեր վարորդներն էլ պետքա հասկանան, որ ինչպես գիտենք, ներշված լոզունգով իրենց տանը սպասող կա, էլի։ Բարեկային ծառայությունում շարունակվում է նաև ատեստավորման գործընթացը։ 2025 թվականից մեկնարկած փուլային ատեստավորումը ընթացքի մեջ է։ Ատեստավորման արդյունքներից գոհ ենք, չնայած Բարեկային ծառայությունը 2025 թվականին է սկսել ատեստավորում անցնել, դեռևս չեն վերջացրել ատեստավորումը, այսինքն որոշ փուլ կա, որ նոր է սկսել ատեստավորումը, փուլ կա, որ արդեն հասել է մասնագիտական ատեստացիա, այսինքն այսպես ասած քննությանը, դեռևս ընթացքի մեջ է։ Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարները ձևակերպվելու է էլեկտրոնային տարբերակով։ Զուգահեռաբար իրականացվում են մասնագիտական դասընթացներ ճանապարհատրանսպորտային պատահարների արձանագրումների, փաստաթղթավորման եւ երթևեկության անվտանգության կանոնների վերաբերյալ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան, այսօր։